Մատենադարանի ավագ գիտաշխատող արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը 96-ամյակն այստեղ է բոլորել։ 1959 թվականից կյանքը կապել է գիտության հետ և այլ աշխատանք ու գործունեություն չի պատկերացրել։ Գիտությունը միառժամանակ միայն դասախոսական աշխատանքի հետ է համատեղել։ Արդյունքում շուրջ 20 գրքեր, որոնցից վերջինը լույս է տեսել ընդամենը կարճ ժամանակ առաջ։ Խիզանի մանրանկարչության արվեստանոցը խորագրով։ Դա յուրօրինակ յուրատիպ մի երևույթ էր հայկական մատենական արվեստում, երբ 17-րդ դարի սկզբին ու 16-րդ դարի վերջից, երբ ստեղծվում է կոլեկտիվ արվեստանոց։ Մինչ այդ մեր գրիչները, նկարիչները առանցին աշխատել են, մեկը ընդօրինակել է ծրագիրը, մյուսը նկարել է։ Այս դեպքում մենք տեսնում ենք մոտ 20-ի հասնող վարպետների ընդգրկում ունեցող մի արվեստանոց, որը ղեկավարել են 16-րդ դարի նշանավոր նկարիչներ Սարգիս Կրծերը և Հովհաննեսը։ Հիմա հերթական գիրք ալբոմի վրա է աշխատում 17-րդ դարի մատենական արվեստը Հայաստանում, այս անգամ համահեղինակությամբ։ Զարմանալի բան է Հայաստանի պատմությունը։ 17-րդ դար պարսկական, թուրքական նվաճումներ, Հայաստանի անկախություն չկար, կոտորածներ, բան, եւ Հայաստանի կենտրոններում ստեղծվել են մշակութային խոշոր կենտրոններ Հայաստան, խոշոր օջախներ, եւ ստեղծվել են հարյուրավոր ծրագիր բանջարներ, նկարազարդումներ եւ այլն։ Այսպես են խոսում դեկորատիվ արվեստների մասին, կիրառական որմնանկարչության։ Դա թերևս արձագանքներ եվրոպական են հզոր արվեստի այդ վերելքի վերածննդից սկսված, որ Հայաստանը որպես քրիստոնեական հին երկիր անտարբեր չմնաց։ Նախատեսում են գործընկերների հետ սկսած ալբոմն ավարտել տարեվերջին։ Իհարկե, իմ տարիքը թույլ չի տալի նրանց հետ ամբողջ օրը չարչարվել, բայց նրանք ամեն կերպ օգնում են ինձ, ամեն կերպ աշխատում են իրենց ավագ ընկերը քիչ տարապի, քիչ չարչարվի։ Նորություններ լինելու, բացի մանրանկարի մասին համառոտ տեղեկությունները, լինելու են բավական ծավալուն մեկնաբանություններ, ինչ է պատկերված, եւ պատկերագրության վերաբերյալ, եւ խորհրդաբանության վերաբերյալ, որը երբևիցե չի եղել այդպիսի բան մեր ալբոմներում։ Առաջին համագործակցությունն է ու հուսանք, որ լավ ավարտ կունենա այդ նախաձեռնությունը։ Անուշիկ, Գայուշիկ, Հայկուշիկ, երբ ինչ-որ գիրք է ուզում խնդրել, սրանցից որ անունով էլ կանչում է, Գայանեն գիտի, իրեն է դիմում։ Հետո գիրքել եմ անգալի, Անուշիկ ջան, սպասի։ Անուշիկը ամեն հարցում իմ օգնականն եղել, ինձ օգնողն է եղել։ Սովորաբար մեր մոտ աշխատողներ ենք եկնում, բայց Անուշիկը նկատի ունենալը, որ արդեն 96 տարեկան երիտասարդ եմ, ամեն ինչ ինքն է անում։ Արժեքավոր ձեռագրեր, մանրանկարչության ուշագրավ նմուշներ։ Մատենադարանի անսպառ նյութը ուսումնասիրելիս գիտնականին այս տարիների ընթացքում շատ բան է տպավորել ու հուզել, բայց հատկապես առանձնացնում է մի պատկեր 13-րդ դարի ավետարանից, որի կոմպոզիցիան պարզվել է եզակի է համաշխարհային առումով, իր գեղագիտական հետաքրքիր լուծումներով ու կատարման վերին աստիճանի վարպետությամբ։ Դու գիտեք Լեոնարդոյի հսկա այդպես նկարը։ Այստեղ խորհրդարանքի սեղանը մի անգամ շրջանաձև է, կլոր։ Եվ առաքյալների եզրին միայն առաքյալների գլուխներն է։ Եվ միայն Հիսուսը ֆիգուրայով վերևում նստած ասում է իր հայտնի խոսքը. «Ձեզնից մեկը պետք է մատնի ինձ»։ Այդ գլուխները, հայացքները, բոլորը զարմացած նայում են Տիրոջը, Տեր Աստված, այս ինչ գաղտնի է նա իմացել։ Եվ այնպես է նկարել, որ այդ նայում ես եւ ինչ որ մարմինների կարիք չես զգում, այդ ուշադրությունը, այդ ցնցող լուրը միայն դեմքերով է արտահայտվում, ոտքով ծրով չի արտահայտվի, եւ այդ 11 առաքյալների դեմքերը ապշեցնող տպավորություն են թողնում։ Եվ Իտալիայում դոժերի պալատում ցուցադրում է աշխատանքը, եւ Ֆրանսիայում, եւ Գերմանիայում մարդիկ խնդրում էին մասնագետները, որ գալիս են տեսնելու, թե միթե սա 13-րդ դարի նկարիչ է կատարել, կարելի է ձեռք տալ փագեր։ Ես ասացի մենք իրավունք չունենք բացանենք, բայց գնալու օրը խնդրեմ եկեք կբացվի եւ կնայեք, եւ եկան չէին հավատում։ Հրավարդ Հակոբյանը պատրաստվում է գնալ վաստակած հանգստի, ասում է էլ առաջվանը չէ, դանդաղ է քայլում, արագ նստել վեր կենալ չի կարողանում։ Գիտեք ինչ կայ որ մարդը մի բանի նվիրվում է, մտքով, էության, մարմնով, անում էլ ինձ։
Ինձ թվում է, որ արդեն ես մի գնամ տուն, կարող արդեն հալից ընկնեմ։ Բայց դե բավական է, պետք է հալից ընկնել, հոգնեցնել, պատկանց հոգնեցնել են, էլի պատկերացու 65-70 տարի մարդը գալիս բալեն քիթը ասկսում անել, հոգնեցնող էլի։ Գնա ուրիշ գործարա մարդիկ ջայլները կան։ Արդեն մոտ 1 դար այս աշխարհում ապրում է։ Այո։ Եզրակացությունն այն է, որ աշխարհն ավելի լավն է դառնում։ Միշտ էլ դեպի լավն է գնացել, անշուշտ այս պատերազմները, դաժան բաները երևի ազդում են վրա կանցնի։ Միայն թե մեր ժողովուրդը խաղ ապրի, հանգիստ ապրի։ Հա։ Զարմանալի բան է, մեր ժողովրդին միշտ մեր ժողովուրդներին եւ լավն են տալիս եւ վադը։ Իր երկարակեցության գաղտնիքը համարում է բնավորության հատկանիշները, իսկ իրեն ռեալիստ համարող գիտնականին երկար ու ձիգ կյանքն այնուամենայնիվ կասկածների մեջ է գցել։ Հիշաճար չէ, եթե մեծ կորուստեմ ունեմ, դար չեմ անեմ, այմա դես աշխարհը, եկա որ եկե թտնի, պատկերացու պատալը դեպ ծիծաղել է, եւ դրամ եմ գործել, ոչ մեծ, ես չի կարող մեզ դա ունենալ։ Հաջորդ օրը դրամ եմ գտել, ես դել եմ պատայել է, արդեն էլի չեմ հասկանում, որ երազում մի ծերունին զգուշացնում է, որ գնաս անչի դեղ ոտեր տա կնայես, ոտապով կամալ է։ Հանկած գնու է լվացվել է խոնավտեղում, նայեցի ոտես տակը հասկայական կարիչ։ Էդ ինչ երևույթ էր, էդ ինչ մարդեր եկավ զգուշա։ Սենց բաներ կա, որ ինձ դրդում է թե հավատա հոգևոր գերատեսչության, բայց չգիտեմ։ Ես գնում եմ զարմացած, ասում են թե Էյնշտեյնի պես հանճարը վերջում ասնա, այնուամենայնիվ շատ բաներ ես չիմացա այս աշխարհից, որ մնաց շարքային մեկը։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։